Եվ այսպես Նիկոլ Փաշինյանի համար դժվարությունները նկատեցին նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մասնավորապես Ստրատֆորը, հարգելի գործընկերներ, 3 հետընտրական, այսպես ասած, առաջին աշխատանքային օրվա ընթացքում մենք դες խոսում էինք այն մասին, որ ընտրությունները արձանագրում են, որ մենք թևակողում ենք քաղաքական, տնտեսական, աշխարհակահաղական ճգնաժամի նոր փուլ եւ այսօր Ստրատֆորում ամենահեղինակավոր հետախուզական կառույցներից մեկում հրապարակվում է վերլուծություն Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ եւ Ստրատֆորի գնահատականը հետեւյալն է, որ Նիկոլ Փաշինյանը հաշվի առնելով ընտրությունների արդյունքը, որտեղ ճիշտ է մի կողմից նա ստանում է ազգային ժողովում մեծամասնություն, բայց մյուս կողմից չի ստանում սահմանադրական մեծամասնություն, այս իրողությունները հանգեցնելու են նրան, որ Նիկոլ Փաշինյանի համար բարդ է լինելու կյանքի կոչել են ծրագրերը, որոնք նա պատրաստվում էր կյանքի կոչել մինչև ընտրությունները եւ ասում էր, որ անպայման սահմանադրական մեծամասնությունը պետք է իդեպ Փաշինյանը նաեւ ինչ էր ասում այս ընտրապայքարի ժամանակ, ասում է, եթե ԿՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա, ապա սեպտեմբերին այո հնարավոր է պատերազմ։ Հիմա չեն ստացել սահմանադրական մեծամասնություն, ինչ սեպտեմբերին սպասենք պատերազմ։ Ինչևէ Ստրատֆորում նաև շատ սթափ են գնահատում իրողությունները, հետևյալ համատեքստում ասում են, որ ինչ խնդիրների առջև կարող է կանգնել Փաշինյանը։ Օրինակ, Թուրքիայի, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր լինի կամ հարաբերությունների հաստատման պայմանագիր լինի կամ նմանատիպ այլ ինչ-որ միտուղտ, եթե այդ պայմանագիրը անհրաժեշտություն է առաջանալու վավերացնել ազգային ժողովով, ներկայիս իրողությունների համատեքստում Նիկոլ Փաշինյանը դա չի կարողանալու իրականացնել, որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չունի սահմանադրական մեծամասնություն։ Սա էլ պետք է անպայման նշենք, հարգելի հեռուստադիտողներ, Նիկոլ Փաշինյանը ինքը նաև մանդատների մեծամասնություն չեր ունենա, եթե 2015 թվականին հանրապետական կուսակցությունը չփոխեր սահմանադրությունը եւ այս սահմանադրությունը ժառանգաբար չփոխանցվեր Նիկոլ Փաշինյանին, կրկին ասենք, հարազատը հարազատին sense նվեր չեր անի, ինչպես նախորդ իշխանությունները արեցին Նիկոլ Փաշինյանին։ Եվս մի կարևոր նրբերանգի վրա է ուշադրություն դարձնում Ստրատֆորը։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարևորագույն բաղկացուցիչ մասերից մեկը նաև այն է, որ Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եթե շարունակում է պաշտոնավարել, ինքը սահմանադրական հանրաքվեի հետ կապված խնդիր է ունենալու։ Ներկայիս բաշխումը ձայների արդեն խոսում է այն մասին, որ սահմանադրական մեծամասնություն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չունի։ Եթե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւս կարողանում է հաղթահարել 4%-անոց շեմը, կայուն մեծամասնություն էլ իրենք չեն կարողանում ունենալ, դա իր հերթին նշանակում է, որ սահմանադրություն փոխել, դատավորներ նշանակել, դատախազ նշանակել եւ այլն եւ այդպես շարունակ ԿՊ-ն չի կարողանալու անել։ Չենք կարող այս պայդրությամբ ասել անդիմությունը վերցնելու է մանդատները, թե ոչ։ Այս հարցի պատասխանը, եթե մի կողմ ենք դնում էմոցիաները, որոնք շատ են այս օրերին, ինչը իրականում տրամաբանական է, բայց եթե մի կողմ ենք դնում էմոցիաները, պետք է մանդատին վերաբերվել որպես գործիք։ Եթե դու ունես միջնաժամկետ, ինչ որ մի ծրագիր, կարճաժամկետ ծրագիր, որի շրջանակներում մանդատը կարող է լինել գործիք, որի շնորհիվ դու կարող ես հասնել քո առջև դրած նպատակներին, իհարկե պետք է վերցնել մանդատը, բայց եթե դու չունես ծրագիր ու ուղղակի գնալու ես մանդատը վերցնելու համար, դա մեղմ ասած անազնիվ է լինելու այն քաղաքացիների նկատմամբ, որոնք գնացել են ընտրությունների, մասնակցել են ընտրությունների, արել են այն, ինչ իրենց կոչ են արել քաղաքական էլիտաների ներկայացուցիչները։ Գնացեք ընտրության, քվեարկեք այն ուժերին, որոնք անցողիկ շեմը կարող են եւ պետք է հաղթահարեն, քաղաքացիները դա արել են։ Անդիմությունն է, որ ակնհայտ է թերացել է ձայները պահելու հարցում, բայց ինչևէ, այս մանդատների հարցը դու պետք է որոշես ելնելով նրանից, թե դու ինչ քաղաքական ծրագիր ունես։ Եվս մի կարևոր նրբերանգ, որը Ստրատֆորի վերլուծության մեջ արձանագրված է։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները երկար ժամանակ համոզում էին հանրությանը, որ խիստ հակառուսական տրամադրություններ կան Հայաստանի Հանրապետությունում, որ Ռուսաստանը Թուրքիայի, Ադրբեջանի հետ հավասար գրեթե ընկալվում է որպես Հայաստանի Հանրապետության թշնամի, բայց հասարակության զգալի մասը քվեարկել է այն քաղաքական ուժերի օգտին, որոնց Նիկոլ Փաշինյանը եւ իր քարոզչությունը ամենօրյա ռեժիմով կապում են Ռուսաստանի Դաշնության հետ։ Արդյոք սա չի նշանակում, որ Հայաստանում այդ ռուսաֆոբիան, քարանձավային ինքը ավելի շատ լրատվամիջոցներում է, ինքը ավելի շատ իշխանությունների ձեռքում գործիք է դառել եւ ելնելով հենց իշխանական քարոզչությունից կարելի է գալ հետեւյալ եզրահանգմանը, եթե մենք ունենանք ազգային ժողով, որում կլինի մի կողմից քաղաքացիական պայմանագիրը, մյուս կողմից ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, Բարգավաճ Հայաստանը, ապա անդիմադիր ամբողջ ներկապնակը ներկայացված է լինելու իշխանությունների գնահատմամբ պրոռուսական
ուժերով, դա եւս չի կարող իր ազդեցությունը ունենալ հայ-ռուսական հարաբերությունների, նրանց որակի եւ նրանց կոնտեքստի վրա։ Ինչևէ, ամփոփելով մեր այսօրվա զրույցը, այն խնդիրները, որոնց հետ Նիկոլ Փաշինյանը առնչվելու է այս ընտրությունների արդյունքով, նկատելի է նաեւ Stratfor-ում ու ամենավերջինը ավելի բարձր սերունդի մեր հարգելի քաղաքացիները կհիշեն, թե ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը 1996 թվականին դեռ ընտրությունները չավարտված, այսինքն քվեարկության հաշվարկը չավարտված, դուրս եկավ եւ շոմպայնով ինքը իրեն շնորհավորում էր ծանոթ չէ ձեռագիրը։ Նույնը արեց նաև Նիկոլ Փաշինյանը, երբ որ ժամը 2-ին ընդամենը քվեների 10%-ը հաշվարկից հետո դուրս եկավ եւ ինքը իրեն հռչակեց Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ինչ եղավ հետո Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ես կարծում եմ բոլորը շատ լավ հիշում են։ Մտածեք այդ մասին։